Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն է, ողջույն պարոն Մանուկյան։ Նախորդ 2 օրերին դուք Վրաստանում եք, որտեղ տեղի ունեցել ազատական ուժերի հավաք, ընդ որում հարավկովկասյան երկրների Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանից դուք Հայ ազգային կոնգրեսն եք ներկայացրել։ Ինձ հետաքրքիր է ներկա այս աշխարհաքաղաքական վայրի վերումները, քաոսը, չգիտեմ, պատերազմները, սարսափելի պատերազմներ, որոնց վերջը չի երևում, ճիշտն ասած, ինչպես են երևում ազատական ուժերի աչքին, այսինքն ձեր լուծումները տարբերվում են, ասենք, աճ պահպանողական ուժերի լուծումներից, ի վերջո ձեր լուծումները արդիական են, ձեր շփումները ինչ է ցույց տալիս։ Շնորհակալ եմ հրավերի համար, սա ամենամյա հավաքներ են, գերմանական հիմնադրամներն են նախապատրաստում, են անցկացնում այս հանդիպումները, 8 կուսակցություն էին մասնակցում, 5 վրացական կուսակցություններ, Ադրբեջանից Մուսաֆաթը, Հայաստանից կոնգրեսի ջեսի Լևոն Զուրաբյանն ենք մասնակցում եւ նաեւ լուսավորներ, լուսավոր Հայաստաններ 2 հոգով մասնակցում, յուրաքանչյուր երկիր իր ներքին իրավիճակն է ներկայացնում եւ փորձում ենք ընդհանուր լուծումներ գտնել, այսպես, բայց շատ բնորոշ է, որ նշածս 8 կուսակցություններն էլ ընդդիմության կուսակցություններ են, օպոզիցիոն, նրանց ոչ մեկը իշխանության չէ եւ այդ առումով այսինքն ոչ պոպուլյար հոսանքներ եք դուք ստացվում է։ Այդ առումով, քանի որ իրենք մեծ ազդեցություն չեն կարող իշխանությունների գործընթացի վրա ունենալ, մի քիչ ավելի անկաշկանդ է խոսակցությունը լինում եւ առանց մամուլի ավելի թեթև ռեժիմով է եւ բացի այդ երկար տարիներ իրար ճանաչում ենք, այդ բանով էր գնում ընդհանուր քննարկումները։ Ադրբեջանցիներն ինչ են ասում, ադրբեջանցիները չզարմանաք ինձ համար էլ դա տարօրինակ էր, բայց լսել էի, բայց չէի համոզվել, շատ հավանում են Նիկոլ Փաշինյանին։ Ինչ կոնտեքստում։ Ընդունում են Նիկոլ Փաշինյանին որպես պրագմատիկ, ռեալիստ քաղաքական գործիչ, խաղաղության կողմնակից, բայց երբ որ հարցնում ենք, որ ձեզ համար ինքը այդքան ընդունելի է, քանի որ ձեր բոլոր պահանջներն է կատարում, իրենք չէին էլ մերժում։ Իրենց համար ձեռնտու է Նիկոլ Փաշինյանը, այսպես ասեմ, նախկին բոլոր իշխանություններից ինքը զատվում է իր ադրբեջանամետ դիրքորոշումներով, գործընթացներով եւ այդ առումով է, որ Ալիևի եւ անգամ ընդդիմության համար, չնայած Մուսաֆաթը մի քիչ ձևական ընդդիմություն է, Ադրբեջանում հնարավոր չէ իրական ընդդիմություն լինել։ Իդեպ դուք ժամանակին պատերազմել եք, չէ՞ իրար դեմ։ Հա, Մուսաֆաթը են կողմում եք, մենք էս, բայց դա չէր խանգարում, որ անգամ այդ ծանր պահերին մենք խոսում եք դրա մասին, հանդիպումներ անում ենք, միշտ հանդիպումներ անում ենք եւ բոլոր դեպքերում դա մի ֆորմատ է, որտեղ կարող ես քննարկել, ինֆորմացիա փոխանակել, ինչպես ասենք ձեր ժուրնալիստների կամ ՀԿ-ների հանդիպումները, այդ թեթև ռեժիմը թույլ է տալիս անկեղծ խոսակցությունների, ինչը այդպես էլ եղավ, իրենք ներկայացնում են իրենց վիճակը, որ ունեն քաղբանտարկյալներ, Ալիևի վերաբերյալ, Ղարաբաղի հետ կապված իրենք ունեն անշուշտ իրենց ասելիքը, որը մեր հետ բացարձակ չի ամկնում եւ այդ առումով եւ Էդմոն Մանուկյանը եւ Լևոն Զուրաբյանը իրենց ելույթներում լավ փաստերով քննադատեցին ադրբեջանցիներին։ Հետաքրքիր էր նաև կուզեմ երկու բառ ասեմ Վրաստանի կացությունը, 2 օրն էլ եղանք Ռուսթավելի փողոցում, որտեղ ամենօրյա ռեժիմով ցույցեր են, շատ քիչ են հավաքվում հիմա 206 օր ամենօր արմատամետ ընդդիմությունն է, չէ՞։ Ընդդիմությունն է, իհարկե ընդդիմությունը կիսվեց այնտեղ, մի կուսակցություն, որ մտավ պարլամենտ, քանդեցին իրենք դրանով ընդդիմությանը, 12 մանդատով մտան պարլամենտ եւ լեգիտիմացին պարլամենտը։ Եվ այդ 12 հոգին մանդատից չհրաժարվեց։ Մնացածները հրաժարվեցին, բայց մեկը չկարողացան միասնական լինել։ Նոր երևույթներ կային, բացասական ցույցերին մասնակցածներին տուգանում էին։ Նրանք ովքեր, ասենք, փակում էին Ռուսթավելի փողոցը, ոստիկանները տուգանում են մինչև 5000 լարի, այդ մոտավորապես 1700-1800 դոլար է։ Մի մասն էլ
դա գիտեք ինչպես են անում նոր բաներ բոլորին նկարահանում են իդենտիֆիկացիա անում հետո կանչում են տուգանում են վրացին դիմադիրներն էլ բոլորը դիմակներով էին դիմակներով փակում են փողոցը ու փակելու համար տուգանքը քիչ է այսպեսի հնարքներ կար բայց իսկ ռեգիոնի ապագայի մասին խոսել եք ընդհանրապես ինչպես բոլորի մոտ մտահոգությունը կար բայց ձեզ ասեմ որ այն աստիճանի չէր ինչ որ Հայաստանինն է Պարս մի հատ երկուսի հետ էլ խոսել եմ երկու երկրների այսինքն սրված չի այդքան հա մի քիչ հեռու են համարում մասնավորապես փախստականների հարցով ինձ դա շատ էր հետաքրքրում որպես սպասվելիք վտանգ Ադրբեջանն ամբողջությամբ փակել է սահմանը փակ է Իրան Ադրբեջանը շուտվանից փակ է եւ իրենք փախստականների հոսք չեն ակնկալում այդ այսինքն այդ վտանգը իրենց արժեվ չեն տեսնում Վրաստան չեն կարող գնալ Իրանի քաղաքացիներ որտեղ պետք է Հայաստանով գան դա երկար է ստացվում մտահոգ են բայց ոչ այնքան ինչքան մենք մեր վտանգները Իրանի զարգացումների հետ կապված դա ակնհայտ է իսկ ադրբեջանցիների մոտ զգացվում է բաց չեր արտահայտում բայց ակնկալում են որ Իսրայելը Ամերիկան կխփի Իրանին եւ իրենք ներքին խժժություններին մասնակից կլինեն բանում հյուսիսային Իրանում կամ ներսում կամ իրենց ասած Զանգեզուրի միջանցքը վերցնելու հարցում այստեղ մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցավ էլի կուզեմ ձեզ դրա մասին ասել մենք զուգահեռ կապ էինք հաստատել Ամերիկայում լիբերալների գրասենյակի ղեկավարի հետ, որը հին դիվանագետ էր, մոտ 30 տարվա դիվանագետ եւ վրացիները մի հատ հարց տվեցին, ինչու է վատացել վրաց ամերիկյան հարաբերությունները եւ ինչ է սպասվում։ Այս դիվանագետը շատ բաց տեքստով ասեց, որ Հարավային Կովկասը Միացյալ Նահանգների առաջնահերթ օրակարգում չէ։ Եվ սпасել Միացյալ Նահանգներից որևէ կոնկրետ քայլեր գործընթաց Հարավային Կովկասում մի սпасի չկա այդպիսի բան իհարկե վրացիների վրա դա սառը ջուր էր որովհետև իրենք անընդհատ գոն են դիմություն ակնկալիքներ ունի արևմուտքից մասնավորապես Միացյալ Նահանգներից բայց այստեղ շատ հստակ առանց նույնիսկ դիպլոմատիկ ժեստերի հասկացնում են որ Միացյալ Նահանգների համար այսօր Հարավային Կովկասը արևմուտքի համար թեմա չէ գոնե այսօր Սա այս ընդհանուր այդ հավաքի կարճ եզրափակիչ բան։ Շատ լավ, եկեք Իրան-Իսրայելից էլ խոսենք, պարոն Մանուկյան, դուք փախստականների հոսքի վտանգը ներկայացրիք, իրապես անկանխատեսելի է, թե միլիոնների հոսք լինի, ուղղակի Հայաստանում 3 միլիոն մարդ կա էլի, ոնց պետք է տեղավորվեն։ Թուրքիան էր մի կերպ Սիրիայից փախստականներին ընդունել եւ այնտեղ լուրջ խնդիրներ են առաջացել։ Դուք փակված համարում եք Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ռիսկը այս Իրան-Իսրայել հավանական ավելի վատ թարասում շատ են թվում է թե սա վատթար վիճակ է, բայց եթե Միացյալ Նահանգներն էլ մտնի պատերազմի մեջ, այսինքն 3 պետություն ըստ էության պատերազմի մեջ է մտնում առնվազն, հա, այս մասով ինչ եք մտածում։ Այդ վտանգը կա, դες ասեմ, այդ վտանգը ռեալ վտանգ է, եւ Ադրբեջանը իսկապես սպասում է դրան։ Բայց ամերիկյան վերլուծաբանները իհարկե այնտեղ էլ չես կարող ասել ամեն ինչ կանխատեսելի է, մոտավորապես այդ պատերազմ Միացյալ Նահանգների միջամտելու քայլը համարում են 40%, 60%-ը էլիտայում Միացյալ Նահանգների դեմ են սրան եւ նաեւ ավելի բարձր տոկոսով հավանական եմ համարում, որ Ադրբեջանի տարածքը չեն կարող օգտագործել Իրանին խփելու համար, որ դա կարող է լինել կատաստրոֆա։ Այսինքն իմ կարծիքով դեռևս Ադրբեջանը չունի այն հնարավորությունը, որ ստանա հավանություն Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից օգտագործելու իր բաները, բայց դա է ամենառեալ վտանգը համարում։ Ընդ որում ասեմ, որ երկու անգամ ինֆորմացիա գնաց, հատկապես դա Իրանից էր գալիս, որ օգտագործել են Լաչինի օդանավականները, ադրբեջանական օդանավականները դրոնների կամ Իրան անուղարկելու համար, դա հերքվեց, այդպես չէ։ Բայց այդ վտանգը կա, ես ասեմ, այդ վտանգը երկու կոնկրետ փոքր փաստեր ասեմ, փոքր չեն իրենց էության, բայց կոնկրետ բաներ են, որոնց դեպքում կարող է էսկալացիան շարունակվել Թրամփի վարչակարգը մտածում է որ անգամ դժվար է այդ ատոմ միջուկային զենքի զարգացման օբյեկտներին խփելը
ես մի քիչ ուսումնասիրեցի, դրանք գտնվում են մոտավորապես այդ Վորդոյի հաստատման կենտրոնները մոտավորապես 80 մետր խորության վրա, իսկ ամերիկյան այդ մայր ռումբերը, որոնք 13 տոննա 300 կիլոգրամ են, 14 տոննանոց ռումբերը մոտավորապես 60-ից 70 մետր են իջնում բետոնով, որից հետո պայթում են։ Միացյալ Նահանգներում կասկած կա, որ եթե այդ ռիսկին գնան, դա իսկ դա լուրջ էսկալացիայի բան կարող է բերել, կարող է արդյունքի չհասնեն։ Սա մի քննարկման թեմա է, իսկ իմ չափորոշիչներով կարող եք իմ հետ չհամաձայնել, լրջագույն էսկալացիայի վտանգ, այդ մյուս կողմը Միացյալ Նահանգների բանն էր, Իսրայելը խնդրում է լոբինգի անում, ինքը ունի լոբինգի հզոր հնարավորություն այս խնդիրը լուծելու, իսկ պարսիկների կողմից Հորմուզի ջրանցքի նեղուցի փակման է, որը կարող է բերել առանց չափազանցության համաշխարհային պատերազմի, ես կարծում եմ Իրանն էլ դեռևս զուսպ է, չի գնա այդ քայլերին, որովհետև այս նեղուցով անցնում է ռեգիոնի մոտավորապես 60 առևտրատնտեսական բաները, ապրանքաշրջանառությունը, իսկ համաշխարհային առևտրի, նավթի, գազի առևտրի 20-ից 25%-ն է անցնում այստեղով, եւ եթե հանկարծ այդ մասով էսկալացիա գնա, կլինի ամենավատ սցենարը համաշխարհային պատերազմի սկիզբը կարող է լինել։ Հլավոր այսօրվա ինֆորմացիաներն էլ մոտավորապես այդպես են, որ դեռևս բանակցային գործընթաց գնում է, երկու շաբաթ տալը Թրամփի կողմից, կարծում եմ նաև դրա բաներից մեկն է, ցուցիչներից մեկն էր, հուսանք, որ խաղաղ տարբերակ կաշխատի, չնայած կրկնում եմ, կա նաև հավանականությունը, որ իսրայելական լոբին կարող է աշխատել եւ զարգացումներ լինել, որը մեզ համար ամենևին նպաստավոր չէ։ Մի բան ասեմ, որ հիմա արդեն ակնհայտ լինելու է գազի մուտքը բանից Իրանից Հայաստան 500 միլիոն խորանարդ մետր, որ մենք հոսանքով ենք վարձահատույց լինում, քանի որ իրենց գազի հանքերի մի մասը արդեն վնասված է, հնարավոր է այդ գործարքը կանգնի, կանգնել է արդեն երրորդ բարձրավոլտ հոսանքագծի արտադրությունը, որը պետք է կապեր Իրանը, Հայաստանը, Վրաստանը եւ Ռուսաստանը, դա երրորդ գիծն է, դրա վստահ եք, այս մեկը արդեն կկանգնի, այդ բարձրավոլտի կառուցումը եւ մյուսը Մեղրիի մոտ համատեղ էլեկտրոկայանի կառուցումն էր, դա էլ վստահ եք կկանգնի, այսինքն արդեն որոշ վնասներ Հայաստանը կկրի եւ եթե օրինակ վերջին տվյալով առնվազն 300 կանտեյներ, հա, հայերեն ո՞ր է կանտերի։ Ճիշտ բառ եք օգտագործում, բոլորին հասկանալի է։ Կանգնած են պարսկական նավահանգիստներում եւ Հայաստան չեն կարող գալ ու առաջիկայում էլ վստահ եմ դեռ այդ ապրանքները չինական ապրանք է, բայց Հայաստան չի կարող։ Այսինքն վնասները հիմական քիչ են, բայց չի բացառվում, որ դրանք կարող են ավելանալ։ Այս պարագայում, պարոն Մանուկյան, այս պարագայում Հայ ազգային կոնգրեսի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես պաշտոնավարման սկզբից, այսպես ասենք, հայրենասիրական, եկեք կոչենք էլի, կամ ռազմահայրենասիրական ուժերի համար ոչ պոպուլյար քաղաքականություն եւ տեսակետներ է հայտնել, օրինակ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում, երբ Երևանի փողոցներում դրոշներ էին այրում, նա Թուրքիայի հետ խոսելու անհրաժեշտությունից է միշտ խոսել։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է, Ստամբուլում։ Ձեր կարծիքով ինչպիսի կարևորություն ունի ընդհանրապես նորմալացումը, եթե դա տեղի ունենա, մենք միշտ եթե բառն ենք օգտագործում, կան տարբեր աստիճաններ, լիակատար կարգավորում, ամբողջությամբ բացել սահմանները, երթևեք եւ այլն դիվանագիտական հարաբերություններ դեսպանատներ, բայց մինչև հիմա եղած այսպես պայմանավորվածությունները եղել են երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Այսօրվա պայմաններում դուք նման հնարավորություն տեսնում եք, թե 90-ականներին ավելի մեծ է շանսը։ Շնորհակալ եմ։ Տեր-Պետրոսյանի հետ կապված իր բոլոր ելույթները կարող եք հերթով դնել եւ բոլոր քայլերը միայն միտված են եղել Հայաստանի ինքնունության, սուվերենության, անվտանգության պահպանման շուրջ։ Բոլոր քայլերը։
բոլոր առանց բացառության այս վերջինն էլ անշուշտ դրաներ ուղղված եւ որևէ մեկը չի կարող գտնել, որ այդ քայլերի մեջ այլ մոտիվ կա։ Դե տեսել է, մեղադրել են։ Դե հիմա ոչ մեղադրեն, այդ առանց դրանել չի կզարմանային, որ Տեր Պետրոսյանի յուրաքանչյուր ելույթից հետո վայնասուն չբարձրանա։ Այսօրվա հետ կապված ես ուզում եմ ձեզ մեջ բերել մի քանի ժամ առաջ BBC-ն հոդված տպեց, համարելով այս հանդիպումը պատմական, բայց նաև բացելով դրա էությունը, այն է, որ Թուրքիան այս հանդիպումից առաջ հասել է իր երկու պահանջների կատարմանը։ Մեկը Ղարաբաղի հանձնելն էր, մյուսը ցեղասպանության հարցի օրակարգից հանելը։ Սրանք փաստորեն եղել են կային նախապայմաններ, որպեսզի Էրդողանը կանաչ լույս վառի ադրբեջանա-հայկական խաղաղության ծրագրի իրականացման։ Այստեղ էլ է նշվում, որ Էրդողանը միշտ ասել է դուք լեզու գտեք Ադրբեջանի հետ, որից հետո մենք կնստենք սեղանի շուրջ, հա։ Մենք օքեյ ենք, դուք լեզու գտեք։ Մենք օքեյ ենք, դուք իրենց այդ հարցերը կարգավորեք, մենք կնստենք։ Հիմա այդ հանդիպման այդ փուլն է, բայց նույն BBC-ն նշում է, որ այստեղ ակնհայտորեն առաջ են գալու նոր պայմաններ ստորագրելու համար, ընդ որում պայմաններից մեկն էլ հետևյալն է. դու այս պայմանները կկատարես, հետո ստորագրման մասին կխոսենք։ Ստորագրելուց հետո նոր կաշխատեն մնացած այդ ձեր ասած հնարավոր փոխզիջումները, որը կարող է լինել։ Ստորագրել նկատի ունեք հայ-ադրբեջանական համաձայնագրը։ Չէ, արդեն հայ-ադրբեջանական ստորագրելուց հետո կսկսեն խոսել, քննարկել հայ-թուրքական հարաբերությունների մասին, որտեղ ել չեմ հաշվում ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցը, նրանք արդեն կատարված իրողություններ են։ Այստեղ կարող է քննարկվել սահմանի բացման հարցը, կարող է քննարկվել դիվանագիտական հարաբերությունների հարցը, բայց վստահ եղեք, եւ դա ամենևին դա նաեւ զգացում է ռուսների ռեակցիայից, կարող է քննարկվել նաեւ ռուսական բազայի հանելու հարցը։ Հիմա շուտ չի այդ մասին խոսել։ Գիտեք ոնց հələ դեռ սահմանապահներ չեն կանգնել ամբողջությամբ։ Հա, իհարկե, բայց դա լինելու է քննարկման թեմա եւ Ռուսաստանի այս ակտիվացումը Հայաստանի հետ կապված հարաբերություններում զգացում է, որ իրենք ինֆորմացիան են, այդ ինֆորմացիան այնքան էլ բան չի, շատ թաքնված չի, տարբեր տեղերից գալիս է։ Կարող է բազան դուրս բերվի այդ ինֆորմացիան նկատի ունենալով։ Բազայի հավանական։ Ես տեսականորեն չեմ բացառում, որ եթե անգամ խաղաղության պայմանագիր ստորագրվի կամ համաձայնություն տրվի, դրանից կարող են լինել այլ փաստաթղթեր կամ այլ պայմանավորվածություններ։ Նիկոլ Փաշինյանը վստահ համաձայն է այդ գործընթացներին, այսինքն իր ասած խաղաղության գործընթացին հասնի, թեկուզ լրացիչ կորուստների գնով։ Իսկ այդ կորուստները կարող են լինել անկլավները, ադրբեջանցիների վերադարձը, Մինսկի խմբի լուծարումը, հայկական դատական այցերի հետ վերցնելը եւ այլն եւ այլն։ Ես այսպես ասեմ, շատ վատատես եմ, որովհետեւ ոնց որ հայերը գնացել են բան Թշնամու հակառակորդի գենշտաբում խնդիրներ են լուծում։ Միայն աղետ եմ սպասում, միայն բացասական բաներ եմ սպասում։ Դա եւ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքից է եւ Էրդողանի շատ հստակ դիրքորոշումներից եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի կամավոր է ամենը հանձնելու մանից։ Օրինակ, այդ երկու հայտարարությունները, որ երեք այսօր կատարեց, ես այդ ամենը ընդհանուր կոնտեքստի մեջ եմ նայում։ Շատերն են մտածում, որ Փաշինյանը անմեղ սունակ է, անգրագետ է, ինֆորմացված չէ, չի տիրապետում եւ այլ։ Ես կարծում եմ այդպես չէ եւ ինքը ծրագրային է այդ ամենը անում, Թուրքիան զեկուցելու, Ադրբեջանը զեկուցելու, որ ինքը պատրաստ է ամեն ինչ անելու, մասնավորապես այդ երկու հայտարարությունը, որ այսօր սարսափելի է, որ ինքը ռեալ վարչապետ դարձավ նաեւ նահատակների գնով, սա սրբապղծություն է, այսինքն դու վարչապետ ես դարձել այդ զոհերի արդյունքում, եթե զոհերը չլինեին, դու վարչապետ չէր լինի, սա տրամաբանականն է, եւ մյուս հայտարարությունը, որ Ղարաբաղը մենք տվեցինք, Հայաստանը գտանք, իսկ ուր էր Հայաստանը, որ դու գտար։ Ասում են թոք էր մեր վզին կախված այդ կոնֆլիկտը, այսպես ասենք, կոնֆլիկտը թոք էին կապել մեր վզին։ Դա պղծություն է, այն մարդը, որ մի քանի տարի առաջ Սևրի պայմանագիր էր թափահարում, 100,000 քառակուսի կիլոմետրներ խոսում, հիմա 27,000-ը
իր համար բան է, փրկություն է։ Սա իսկապես այլանդակություն է։ Ինքը ամբողջապես այդ բանը, որ կառուցեց, խճանկարը կառուցեց, ամբողջ քայլերը ուղղված են Հայաստանի ինքնության, Հայաստանի կամքի, իմունիտետի վերացման համար եւ ընդ որում դա ամեն օր է կատարվում էլի։ Հիմա երկու օրինակ էլի բերեմ կպցնեմ այս բանին, համապատկերին։ Եկեղեցու հետ կապված բանը ես ակնհայտ համարում եմ էլի այն կողմից պահանջ, Փաշազադեի հայտարարությունը, որ տեսեք մենք կարող ենք այս մի ցանկությունն կատարել, իրանք խաղաղության կողմ չեն կամ վտանգ են սպառնում հարավային Կովկասում, ես դրանց ողնաշարներ կկոտրեմ, բանով ասեմ, իմիջիալոց խնդրում եմ չմոռանաք, հաջորդը կգամ մյուս քայլին, իրենք անգամ չեն կարող այդ գործընթացը իրականացնել շատ པարզ պատճառով, նույն բան տեղի ունեցավ ադրբեջանցիները ասում են կաթողիկոսը ռուսական է, բացատրում է որ ինքը չի կարող ռուսական լինել, եթե անգամ ուզենա, որովհետև հայկական եկեղեցին հայաստանյան եկեղեցի չէ, համահայկական եկեղեցի է, կաթողիկոսն էլ ամենայն հայոց կաթողիկոսը, որի քվեարկողների 2/3-ը Սփյուռքն է։ Սփյուռքում մենք ունենք 26 թեմ, էջմիածնական թեմ, Հայաստանում ունենք Արցախը մեջը 13 թեմ, եւ մոտավորապես 300-400 պատվիրակ է միշտ լինում կաթողիկոսի ընտրություններին, որից 2/3-ը Արգենտինա, Կանադա, Ավստրալիա, Ֆրանսիա այդ համակ, այսինքն եթե անգամ Փաշինյանը ինչ որ ազդեցություն վարչական սպառնալիքի քրեական փորձի եկեղեցի ուրակիր արել, ապա ինքը այդ լծակները ամենևին չունի Սփյուռքի կառույցների ազդեցությունը, սա զուտ մեխանիկական մասն է։ Ասում նրանք անկեղծ չեն, կուսակրոնության ուխտ են խախտել, բայց շարունակում են մնալ եկեղեցին։ Սփյուռքի շատ համայնքներ, կրոնական համայնքներ շատ ուժեղ են, լոբինգի վրա աշխատում են, բացի այդ Նիկոլ Փաշինյանն այնպես արեց, որ բոլորը համախմբվեցին իրար հետ եւ մեխանիկորեն ուզում եմ ասել, անգամ դա հնարավոր չէ իրականացնել, եթե ուզում ես այդ մեխանիզմը գոյություն չունի։ Դա չեմ ասում ակասամնալը։ Տարօրինակ չէ, որ եկեղեցականները չեն հերքում Փաշինյանի մեղադրանքը, ասում են քո գործը չի մեր գործն է եւ այլն, բայց չեն ասում, չէ, մենք կուսակրոնությունը չենք խախտել։ Գիտեք, ես չեմ ուզում իջնել այդ կուսակրոնության այդ բանի մակարդակներին, ինձ համար քաղաքական երևույթներն են կարևոր, որովհետև այսօր հարձակվել եկեղեցի վրա, դա նշանակում է հարձակվել ինստիտուտի վրա, ինստիտուտ, որը կրկնում եմ եւ հայաստանյան է եւ համահայկական է, այդ ինստիտուտի դեմ հարձակվել այսօր եւ առավել եւս այսօր ժամանակը այդ թայմինգը շատ կարևոր է, երբ ես դու այդ խնդիրը իրականացնում։ Հայաստանում միշտ էլ է թեման եղել է, որ եկեղեցում այդ խնդիրները կան, թափանցիկություն, մենք միշտ խնդրեմ ենք ունեցել մարտի 1-ի կաթողիկոսի վերաբերմունքի հետ կապված, այնպես չի, որ դա չկա, բայց ես կրկնում եմ, իսկ երբ ես դու այդ խնդիրը դնում, երբ որ եռում է պատերազմը Իրանում, Թուրքիա եւ Ադրբեջանը դու այս ամբողջ դժվարություններ մարտահրավերների առաջ ես եւ հիմա այդ խնդիրը դնում ես Հայաստանի Հանրապետություն բսկտելով։ Մի բանի մասին եմ կարող չգիտեմ հարց կտայիք թե չէ, խիստ վտանգավոր եմ համարում ես մյուս հարձակումը բիզնեսի վրա, մասնավորապես Սամվել Կարապետյանի հետ կատարված դեպքեր, ես էլի ընդհանրական եմ ասելու, անձից վեր խնդիր եմ ես հիմա քննարկում, ինձ համար ավելի տագնապալի էր այն լուրը, ոչ այնքան ձերբակալությունը, թող ինձ ճիշտ հասկանա, այլ որքան որ սեփականության վերաբաշխման խնդիր դրվեց։ Հեցի վերաբաշխումը սեփականության, այսպես ընդունեք, սեփականության իրավունքի պաշտպանությունը տնտեսության հիմնարար սյուներից մեկն է։ Եվ դա սրբություն է տնտեսությամբ զարգացնելու, ինվեստիցիա բերելու, վստահություն բերելու, բիզնեսի ազատ գործունեության համար սեփականության ինստիտուտը պետք է լինի անձեռնմխելի։ Ըստ ազատականների։ Հատկապես ըստ ազատականների, դա հիմքն է։ Բայց Փաշինյանը սոցիալիստական, Երևանի ես իմանայի, որ ինքը սոցիալիստական է, ինքը ոչ մի բան է։ Բայց Դաշնակցությունը նրան չի պաշտպանում այս հարցում, թե իրենք էլ սոցիալիստական ուժ են։ Իմ մոտեցումները միշտ բան են, գլոբալ են, երևութային են։ Այդ առումով ես խիստ վտանգավոր եմ համարում սեփականության ինստիտուտի վրա ոտնձգությունը։ Դա հետ է կանգնեցնելու ինվեստիցիաները, դա հետ է կանգնեցնելու բիզնեսի վստահելիությանը, մարդիկ կվախենան,
բոլոր նրանք, ովքեր ունեն սեփականություն եւ ներդրում են անում, տնտեսություն են զարգացնում, նրանք հիմա մի քայլ հետ կկանգնեն, որովհետեւ եթե այդ կարգի միլիարդերի նկատմամբ այսպիսի ոտնձգություն է լինում, ում նկատմամբ չի կարող լինել։ Բայց հեծում կան, չէ՞, խնդիրներ։ Իհարկե կան։ Եթե հիշում եք, ես պարլամենտի այն ամբողջ գործունեությունը եղել է հեծի գաղտնի են 32 պայմանագրերի մասին արձանագրությունների, գազի գների հետ կապված։ Էլեկտրիկ Երևանի ժամանակ էլ դուք բավական բոլոր բաների ժամանակ top թեմաները եղել են գազը եւ էլեկտրականությունը եւ ամենաշատ քննադատողը հեծում կատարվող process-ների եւ գազի բնագավառում այդ միգուցե ազգայնացում է այդ խնդիրները լուծել։ Չի կարելի, դու կարող ես տուգանել, դատի տալ, հիմնավորել տնտեսական ձախողումները, խայտարակությունները, ներդրումների աննպատակարարում, ինչ ուզում ես արա, բայց կրկնում եմ, սեփականության վերաբաշխումը խիստ վտանգավոր է Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Դու դրանով վստահելիության բանն ես ջարդում, որ դու վստահելի ես, դու պաշտպանելու ես քո երկրում սեփականության իրավունքը։ Դա վերաբերում է բոլոր սեփականություններին։ Բայց եկեք անկեղծ ասենք, սա քաղաքական բնույթի process է իրականում, ինչքան էլ պարոն Կարապետյանն ասում էր եկեղեցու վրա եք հարձակվում, ես իմ միջոցներով կամ ձևերով կմասնակցեմ այսպես պաշտպանության եւ այլն, բայց Հայաստանի իշխանություն ստացվում է նաեւ նրանց ակնարկներից հրապարակային, որ կասկածում եմ, որ պարոն Կարապետյանը, այսպես ասենք, Ռուսաստանի կողմից է ուղարկված կամ ուղղորդվում եւ նպատակ ունի ազդելու 26-ի ընտրությունների վրա, պարոն Մանուկյան։ Թող իրանց իրավունքն է, թող կասկածեն։ Ով է դրա դեմ բան ասում։ Կարող է հենց այդպես էլ կա, բայց այսպես տապորային մեթոդով գնալ լրիվ ուրիշ ուղղությամբ եւ ուրիշ քայլերով եւ ոտնահարելով այդ տնտեսության սրբագույն բանը, սեփականության իրավունքը, միգուցե այդպես է, չեմ կարող մերժել արկել, բայց Ավերչուկի հայտարարությունը ակնհայտ էր, փոխվարչապետի այսօրվա ռուսական բիզնեսն է վատը զգալու մասին ռուսական բիզնեսը կարող է դուրս գալ այստեղից, մեր ապրանքները կգնան լարսում կկանգնեն եւ իրենք կշարունակեն եւ հաջորդը որ եկեք համաձայնեք Ավերչուկը այնպես շարքային բան չի, որով ցիտիկ են ուղարկում էլի, դա իշխանական փոխվարչապետի իհարկե մակարդակ է եւ տնտեսական հարցեր, եթե վաղն էլ ուրեմն Եվրոպայից ասեն ռուսական ինքնաթիռները կանգնացրիք եւ չպետք է թռնեն Ռուսաստան, դուք դա էլ եք անելու։ Էլի մեծացնեմ խնդիրներն, էլի հասկանում եք, ցանկացած խնդիր քննարկելի է։ Բայց խնդիրներ քննարկելի, երբ որ դու 5 պակաս պատերազմի մեջ ես եւ 10 պակաս քո տարածքային կորուստների ու միջանցքի տալու բանի մեջ ես եւ 4 կողմդ այսօր քեզ պաշտպան միայն Թուրքիան է, որը կազմակերպել է, որոնք չեն թաքցնում ադրբեջանցիների կողմից հարձակումը Ղարաբաղի վրա եւ տեղահանումը ցեղասպանության գործընթաց Ղարաբաղի կողմից, իրենք չեն թաքցնում դա եւ դու խելոք գնում ես հաջորդ հանձնարարությունները ստանալու, կորցնելով քո մնացած գործընկերներին, սա առնվազն այլանդակություն է, սա պետության նկատմամբ դավաճանական գործունեություն է։ Կրկնում եմ, ցանկացած հարց քննարկելի է, բայց երբեք ռազմավարական կոնկերներին մերժելով, խելառություններ անելով, գժություններ անելով, անզուսպ լինելով եւ հայաստանյան ներքաղաքական կյանքը դարձնելով դժոխք։ Իր այդ վուլգարիզմով, այդ հայախառն արտահայտություններով, այդ ամոթալի դրսևորումներով Հայաստանը ծվեն են անում, որպեսզի դիմադրողականություն չլինի։ Ախր սա ակնհայտ է, չէ՞։ Քայլերը կարող ես այսպես մի կիլոմետրանոց նշել, թե ինչ ապա հայկական գործընթացներ է անում։ Գործընթաց, որ կարող է նույնիսկ քո թշնամին չանել։ Եվ ես կրկնում եմ, մտավախություն ունեմ, որ Ստամբուլից ինքը կգա հաջորդ ուսապարկով, որտեղ կլինեն Հայաստանի նկատմամբ հաջորդ պահանջները, եւ ինքը գնալու է դրան։ Պարոն Մանուկյան, շնորհակալ եմ Factor TV գալու համար։ Հյուրընկալել էինք Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանին։